Կվանտային բազմակյուբիտ փոխանջատիչներ, տեսեք, multi-gates, այնպես փոխանջատիչ բառը ոչ այդքան հարմար է գուցե, բայց կլասիկայից է գալիս։ Տեսնենք ինչպիսին կան, այսինքն multi-qubit նշանակում է մեկից ավել, երկուս եւ ավելին։ Միանգամից երկուս եւ ավելին արդեն նոր դերեր է սկսում խաղալ, այսինքն օրինակ խճճվածություն կամ entangled անգլերեն երկու քյուբիտները կարող են քվանտային մեխանիկայի շատ կարևոր մի հատ հնարավորություն վերցնել, որ կոչվում է entangle, խճճվածություն։ Պարզա նաև superposition-ը, որը մի քյուբիտի մեջ էր մտնում կամ մեկ քյուբիտանոցի մեջ էր մտնում։ Շատ լավ, դե գնանք բազմաքյուբիտայինը տեսնենք իրենց ինչա ներկայացնում, միանգամից մենք պետք է մի հատ հայտարարություն կամ ավելի շուտ մոտեցում ցույց տանք կամ կատարենք, ասենք, վերջը, քննարկենք, երկու կամ ավելի քյուբիտ կարող են միավորել իրենց վիճակը, այս սա է հետաքրքիր, եւ իրենց ստանալ իրենց թենզորի արտադրյալով, այսինքն իրենց թենզորի արտադրյալը, որը մաթեմատիկական տերմին է, մի թեթև ես կցանկանայի խոսել դրա մասին, մաթեմատիկա է ամեն դեպքում ցանկալի չի շատ խորը եւ ցանկալի չի հենց այստեղ արտադրյալը։ Այսպեսի նշան ենք դնելու, եթե երբևիցե դուք տեսնեք այսպեսի նշան, ապա դա արտադրյալ է, սակայն թենզորի։ Ինչա թենզորի արտադրյալ, տեսնենք։ Շատ հիմնային է մեզ համար բազմաքվանտային համակարգային վիճակները, գեյթերը դուք չեք կարող հասկանալ, տիրապետել, չեք կիրառել ամեն դեպքում, եթե չեք տիրապետում կամ չեք իմանում, որ այդպիսի թենզորի արտադրյալ է գործում։ Այս նշանն է երկու կամ ավելի վեկտոր կամ մատրիցաներ, կամ վեկտորների հետ կարող ենք աշխատել։ Միաչափ մատրիցա է եւ նույնիսկ կարելի է մատրիցաների հետ աշխատել։ Հիմա մենք կարող ենք միացնել այդ վեկտորներն ու մատրիցաները, խնդրեմ, ես իրան մի հատ այսպես անեմ, եւ փորձով միայն կարող եմ ցույց տալ, ինչա թենզորի արտադրյալ։ A. Քյուբիտային վիճակ, B. Քյուբիտային վիճակ, այսինքն մենք երկու վիճակ ունենք, սա ընդհանուր դեպք է, կարող ենք հավանականային լինի եւ այլն։ A. Թենզոր բազմապատկած B նշանակում է A1 B1 A1 B2 A2 B1 A2 B2, սա ավելի հեշտ է։ Եթե ունեք երկու քյուբիտներ արդեն, սա թենզորի արտադրյալներ որպես մաթեմատիկա, եթե առաջի քյուբիտի վիճակը արդեն մեզ մոտ Շերդինգերի ֆունկցիան, ալիքային ֆունկցիան, այսպես նշանակեն, երկրորդինը մի ուրիշ տառով պարզ է, սա նշանակում է ալֆա բետա նորմալիզացված հավանականային, որի գումարը 1 տիլի քառակուսիների, պարզ է եւ նրա կարող ենք արտացել, որ ինչքան հավանականություն եւ որտեղ է օգտագործում, երկու հատ այսպիսի վիճակ ունենք։ Ինչն է հետաքրքիր, որ սա հենց Բելի քվանտային 2 եւ ավելինը օգտվում ենք Բելի անցել ենք նախորդ դասում քվանտային կարճ ասած վիճակների ֆորմուլայից կամ վիճակներից։ Շատ լավ, թենզորային արտադրյալը ինչպիսին կլինի։ Հիմա մենք վերցնենք երկու վիճակ 0-1, բազիսային վիճակ 0-ն 1-0-ը պայմանավորվում ենք հյուսիսային բևեռը լինի 1 z բևեռը 1 վեկտորում 1 ենք դնում, հարավայինը 1 կլինի ներքևը։ Մեզ մոտ վեկտոր է։ Մենք այսի պայմանավորվածություն ունենք, որ երկու զուգահեռ կախված վիճակները 0-ն 1-0 1-0 ինչ որ տենց տեխնոլոգիաներ են։ Տեսնենք ինչպես է տենզորային արտադրյալը կատարվում։ Ես օրինակի վրա ցույց կտամ, որ ընկալելի եւ հենց դա կարևորը այս վարքյանին։ 1 անգամ 0, 1 անգամ 1, 1 անգամ 0, տեսեք։ Ուրեմն ինչ է այստեղ կատարվում։ Այստեղ կատարվում է հետեւյալը. 0 անգամ 0, այս օրինակը կոնկրետ այս օրինակը 1-0 է նշանակ, 1-ի վիճակ եւ 0-ի վիճակ։ Այս օրինակը հենց սրա համար է։ Այսա, տեսեք, այս վիճակն է, բայց մենք ունենք տարբեր վիճակներ։ Օրինակ, եթե լինի 0-0,
Այսինքն եթե լինի տենզորային արտադրյալը քյուբիտները ենթադրենք 0,0 են, ինչ կկատարվի 0,0-ի դեպքում այս սա բազմապատկվում է իր նմանակի հետ, այսինքն 1,0 բազմապատկվում է 1,0-ի հետ։ Տեսեք, այս առանձնահատկությունն է շատ կարևոր, այս երկուսը, ասես նայենք, հիմա նշվածը, այս ներքևի նշվածը մի դեպքի համար է երևում, բոլոր դեպքերը չեմ նկարել, ճիշտն ասած, եթե վերցնենք։ Հիմա բազմապատկենք, 1 անգամ 1, 1, 1 անգամ 0, 0, հաջորդը 0 անգամ 1, 0, 0 անգամ 0, 0, ահա և մեր լավագույն ցուցադրությունը։ Այո, 1 0 0, սա 0 0 վիճակն է, սա բելի անհավասարության երկու քյուբիտերի, արդեն երկու եւ ավելին ենք մենք ուսումնասիրում, վիճակը այդպեսին է։ Եթե մենք օրինակը շարունակենք, այս օրինակը արդեն մի անգամից մեզ մոտ է տրված, 1 անգամ 0 տալիս է 0, 1 անգամ 1 տալիս է 1, սա սովորական կլասիկ կանյուկցիա է գնում, 0 անգամ 0 տալիս է 0, 0 անգամ 1 տալիս է 0, ես գծագրով իր հետ գնում եմ, դուք ինձ հետևեք, թե չէ մի անգամից վերջնականը չի երևա, պարզա հաջորդը տեսնենք, եթե ստեղ գալիս է 1 0, այսինքն այս վիճակը 0 1-ն է, 0-ն 1 0-ն է, ինչ է կատարվում, 0 անգամ 1 0, 0 անգամ 0 0, 1 անգամ 1 1, 1 անգամ 0 0, դե մյուսն էլ պարզ արդեն, մյուսի դեպքը կարող ենք չասել, բայց ցանկալի է մի քիչ մանրամասը ստացվի, 1 անգամ այս վիճակը 2 անգամ ենք գրում 0 1 0 1, դե որ բազմապատկեք ամենավերջինը կգա ստեղ 1, մնացածը 0, ահա սա բելի հենց քվանտային վիճակի ֆորմուլայից ելնելով այդ թանգլմենտի ստուգում եւ այլ իր անհավասարությունը հզորագույն տեղագրավում։ Տենսորային արտադրյալը, եթե մենք տեսնենք, գեղեցիկ ֆորմուլա ունի, խնդրեմ, որ ցույց է տալիս վիճակները ոնց են գալի, այսը որոշիչ դեր է խաղալու եւ ընդհանրապես ծրագրավորման ժամանակ մենք տեսնելու ենք մեզ պետքական շատ տեղերում ինքը մեզ պետք կգա։ Ես ենք մատրիցան մի քիչ էս չի հասկանալը, բայց կփորձենք կլուչը տալ կամ բանալին տալ եւ դրանով վերջացնել։ Տեսեք, մատրիցան էլ ավելի բարդ է, ընդհանրապես տենզորային արտադրյալը այստեղից օգտվեք սյունը տողի հետ, թե ինչու է չեմ կարող բացատրել, կամ կարող եմ դուրս բերում անել։ Մենք հավատում ենք մաթեմատիկներին, մենք վերցրել ենք մաթեմատիկներից շատ բաներ։ Այսպես, հայտնի մասի մատրիցա եւ այսպիսի մատրիցա Այս երկու մատրիցաների տենզորային արտադրյալը ինչպես կլինի, ջնջեմ։ Սյունը տողի հետ, լավ, սյունը, այս տողի հետ։ Տարբերակները միանգամից սկսում ենք։ 1 անգամ 0, 0, 1 անգամ 1, 1, 0 անգամ 0, 0, 0 անգամ 1, 0, ահա, մատրիցայի առաջի տողը ստացվեց։ Ջնջեմ։ Ես այս մանրամասն եմ ասում, որ շատ մաթեմատիկների չդիմեք։ Հիմա ասել ենք տողը սյունի հետ, հիմա այս նույն տողը ներողություն, այս սյունը տողի հետ, հիմա այս նույն ուրեմն սյունը այս տողի հետ ենք սկսում, 1 անգամ 1, 1, 1 անգամ 0, 0, 0 անգամ 1, 0, 0 անգամ 0, 0, ստացվեց։ Ու վերջին արդեն դուք մնացածը կարող եք էլի կատարել, հիմա այս մի տողը վերջացրեցի երկու կոմբինացիաներով, պարզա ես կարող եմ այս տողը սկսել։ Այս տողը կարող եմ սկսել, այս տողը սկսելու համար էլի պետք է տողը, սխալ եմ ասում, սյունը տողի հետ խառնում եմ։ 0 անգամ 0 կտա 0, 0 անգամ 1 կտա 0, 0 անգամ մի րոպե, 1 անգամ 0 կտա 0 եւ 1 անգամ 1 կտա 1։ Ինչևից է։ Սա պրակտիկ աշխատանք արեցի, մի քիչ ժամանակատար է, ամեն դեպքում դասից դուրս չի, բայց իմացեք, որ մենք այդպիսի արտադրյալ ունենք։ Ինչ հատկություններ ունեն իրենք։ Ոչ կոմիտատիվություն, ահա շատ լավ բան եմ ասում, ուրեմն սա տենզորային արտադրյալը մենք դեռ տենզորներն ենք սովորում, երկու քվանտային վիճակները տենզորային արտադրյալի ժամանակ հավասար չեն հակառակին,
Այսինքն գամմա եւ այլն, թետա ոնց է կոչվում, փսի տենզորային արտադրյալը հավասար չի հակառակ արտադրյալի։ 5 անգամ 1-ը հավասար է 1 անգամ 5-ին։ Կոմուտատիվություն պահում է սովորական կլասիկ մեր բազմապատկումը։ Հեյզենբերգը հենց սրա վրա ուշադրություն դարձել։ Նախորդ դասերին ծագումնաբանությունը, քվանտային մեխանիկայի հաղթանակը, ամեն ինչը որ կարելի է ասել, եկել է նրան, որ Հեյզենբերգը զարմացած էր իր հավանականային մատրիցաները նաև ստեղծել էր քվանտովի կոչվեն մատրիցաներ, ուրեմն Հեյզենբերգի կարող պետք է տերմինները շատ լսել։ Լռեք, մի լսեք։ Ինքը ասում է իմպուլսը, որը հավասար է մասսա անգամ արագություն, միաժամանակ չեք կարող փորձել, ինչքան ուզում եք ենթադրենք մասսան կամ իմպուլսի եւ թեյի արտադրյալ, սխալ եմ ասում, իմպուլսը ուղղակի ստեղ նշված է։ Ուրեմն իմպուլսի, ասենք տեղը որոշել եւ իմպուլսը որոշել մասնիկի նախորդ դասերն են։ Տեն ուզում ես շատ կոնկրետ որոշես, իմպուլսն է փոխում, որտեղ լույսով ազդում ես։ Եթե լույսով, եթե ուզում ես իմպուլսը որոշես, ապա XY-ի տեղն է փոխվում։ Մենք դրա մասին ասենք։ Հիմա կոմուտատիվությունը Հեյզենբերգը եկել է այստեղից։ Ինքը տեսել է, որ քվանտային մեխանիկայում օրինակ իմպուլսը, որը հավասար է m անգամ v կլասիկայում, not equal v անգամ m-ին հավասար չեն։ Սա եղել իր գիտելիքը, իր գիտությունը։ Սա եղել, նորից ասեմ, իր գիտությունը, որ ինքը նկարագրել է, որ այս կոմուտատիվությունը խախտվում է հենց իր հավանականային կամ իր մատրիցան, քվանտային մատրիցաներ են կոչվել։ Ինչևից է, շատ հետաքրքիր է։ Եվ դրանից ելնելով եկել է Հեյզենբերգյան անորոշություն։ Ահա մեր մաթեմատիկայում այդպիսի ուղղություն կա։ Մաթեմատիկայի այդ ուղղությունը ասում է, որ կոմուտատիվությունը կարող է լինել, կարող է չլինել։ Ինչևից է, սա չի տեղի չունի, հավասար չէ։ Ասոցիատիվություն մաթեմատիկայից է վերցրած։ Ասոցիատիվությունը փակագծերը դրել են, որ դուք հասկանաք, ասոցիատիվությունը այս փակագից անգամ սա, բացարձակ դի հավասարներ այս անգամ սա նման է վերևինի, ուրեմն ասոցիատիվություն ունի, այսինքն մոտավորապես ասոցիատիվությունը սա հավասար է սրան, ուրեմն ասոցիատիվություն ունի, կոմուտատիվություն չունի։ Ես դիստրիբյուտիվություն, որը փակագծեր բացելու տեխնոլոգիա, ահա, ունի այսպիսի բան։ Եթե գամմա անգամ սա հավասար է, թույլատրվում է գ անգամ սա, այսինքն սովորական այս մաթեմատիկաները օգտագործում են ոչ կոմուտատիվությունը նույնպես։ Օրինակ, մենք միանգամից օրինակներ ենք անում, արդեն Q-շարփից արել ենք, տեսել ենք, ստեղծել ենք, աշխատացրել ենք, բայց հիմա արդեն սխեմաները հասկանալով ենք անում, ավելին մեր մյուս մեծագույն բաժինը, որ հիմա քվանտային ինֆորմատիկան է գնում, նախորդ գնում էր քվանտների մեխանիկան, որպես պատմություն եւ այլն, քվանտայնությունը է անվանել, վերջինը կլինի Q-շարփի վրա հրամանների սովորել։ Ինչևից է, սա շատ հասարակ է, ուրեմն 2 կյուբիտ ենք ստեղծում, Ադամարը սարքում է superposition, x-ը շրջում է, ահա ստացվում է, որ տենզորային արտադրյալ ունենք մենք։ Ուրեմն եթե ես իրան աշխատացնեմ, ինքը կտա, սա արդեն դուք շատ լավ գիտեք, m-ը չափումը տեղի է ունենում, եւ մեր չափումից հետո ինքը հուսով եմ հիմա փորձի վերցանել, Resultat 1-1։ Կարևոր չի այս դեպքում ինչ է անում։ Հիմա ես կարող եմ էլի աշխատացնել 0-1 եւ այլն։ Այսինքն մենք կապ հաստատեցինք կամ տենզորային բազմապատկման օրինակ ցույց տվեցինք, որ superposition եւ x-ը դա entanglement չի, x-ը ուղղակի շրջեց։ Շարունակեմ։ Ուրեմն տենզորությունը վերջացրելուց հետո օրինակը ցույց տվեցինք, որ մենք ոչ թե ցույց տվեցինք, առաջարկում ենք հավատալ, որ տենզորությունը այդտեղ աշխատում է։ Գնայք, եթե դուք կոդերով նայեք, կտեսնեք, որ այդպես է։ Առաջին լուրջ գեյթը, որ 2 qubit անվանենք, control x-ը, x-ը մենք ասել ենք, դա նյենա, ոչնա, not-ը դա ոչնա, sim control։ Control gate-ը երկու
Կյուբիտների վրա մեկը կառավարում կհամարենք, մյուսը թիրախ, target, թիրախը մի քիչ դուրս չի գալիս։ Target կհամարենք։ Ու պայմանավորվում ենք արագ-արագ։ Եթե կառավարողը մեկը, ապա թիրախը կամ անպատակայինը վիճակը փոխում է։ Եթե 0 է, վիճակը չի փոխում։ Եկեք սխեման նայենք։ Սխեման այսպիսին է։ Եթե Q1-ը եւ իր մատրիցան կա, այս մատրիցանը փորձում ենք մենք հասկանում ենք, որ այս մատրիցան արտապատկերումն է, արդեն մենք ասել ենք, որ մաթեմատիկորեն մատրիցայով ենք իրեն ներկայացնում, իսկ դա տենզորային արտադրյալով է ստացվում։ Այդտեղ չեն կարող ամեն ինչ բացատրել մանրամասի իմաստ չունի, ստացվում է, որ ղեկավարող մասը, մեր target-ը գալիս է, ուրեմն մենք եթե դենք պլյուսը Q1-ն է, target-ն է, ղեկավարող մասը, եթե 1 է, նա շրջվում է, եթե 1 չի, չի շրջվում։ Ումա նման ինքը։ Control note-ը երկուբիտային արդեն երկուբիտային փոխանջատիչ կեց համարենք։ Ինքը միշտ հիշեք, քվանտային սխեմաների մուտքերի եւ ելքերի քանակը հավասար է։ Մենք նույնը կարող ենք անել կլասիկում, այս է կլասիկ մասն է, կլասիկ մեր իմացած տեխնոլոգիաներն են։ Կլասիկայում նույն ձևի է կատարվում, կա երկու ելք կամ մուտք կամ եւ այլն։ Բայց սա կարևոր չի, մենք միայն մեկն ենք վերցնում։ XOR, եթե հիշում եք, OR-ի կարճ ասած X-ն է, շրջումն է կամ ավելի շուտ գումարիչն է։ Դուք C# 1 առաջի դասին, շատ շուտ։ Տեսել եք գումարիչը ոնց է աշխատում։ Գումարիչը 0-ին 0 է գումարում, 0 է ստացվում, 0-ին 1 է գումարում, 1 է ստացվում, 1-ին 0 է գումարվում։ Ուրեմն 1 է ստացվում, 1-ին 1 է գումարվում, էլի փոխանցումով 0 է ստացվում։ Սա մեր XOR-ն է, այդպիսի սխեմա կա։ Եվ սինոթը հենց փոխարինում է կլասիկ XOR-ին։ XOR-ը շատ լուրջ թեմա է։ Դու մենակ ես մի տողն ենք մենք նայում, որտեղ կլասիկայում մի տողն ենք նայում։ Քյուբիտներում ոչ։ Քյուբիտներում դուք երկուսն էլ պետք է նայեք։ Ահա արդեն սկսում է տարբերություն երևալ։ Սինոթը 0-0 տալիս է 0 0-1, տեսեք, այսինքն 0-1-ը փոխանցումը չի շրջվում 1-ը, կարմիրով եկեք նշեմ, այս 1-ը չի շրջվում, մնում է նույնը։ Այո, եթե control-ում 1-ը 0-ը փոխի 1, եթե control-ում ասում է փոխի, բայց 1-ը սարքի 0։ Եվ այս էլ իր սխեման, իր մատրիցա, այս էլ նշանն է։ Control եւ պլյուս ցույց է տալ։ Տարբեր ձևերով են լինում, մեզ չի խանգարում, որպեսզի դեռ քվանտային մեխանիկա, քվանտային ծրագրավորումը դեռ սկզբնական լավագույն սկզբնական վիճակներում ապարծա դեռ շատ պայմանավորվածության հնարավորություններ կլինի, փոփոխություն կլինի սխեմա եւ այլն։ Ինչևից է։ Այստեղ նշված է այն ինչ որ ես ասացի, այսինքն եթե control qubit-ը դնում ենք խճճված վիճակ է ստացվում, control նման է XOR դասականի գեյթին, հաճախ օգտագործում է բազմա քյուբիտների մեջ, քանի որ այն հնարավորություն է տալիս քյուբիտին խճճվել, то есть entangle է սարքում։ Դա կատարում է հետևյալ ձևով. control qubit-ը դնում ենք սուպեր վիճակ, եթե մենք ուզում ենք։ Այսինքն մենք եթե control դնենք ադամարի տակ, ես այդտեղ չունեմ սխեման, ադամարի տակ, իսկ target-ը սինոթի տակ, ապա կտա հետևյալ հավասարում։ Այս հավասարումը չենք խորանում, սա մի քյուբիտների մասին է, բելի վիճակ չի, այո, սինոթը կստացվի մոտավորապես S-ն հավասար է 0-0-1-1, այսինքն սինոթը 2 քյուբիտների է վերածում, եթե ես ինչ-որ մեկը ունեմ այս քառակուսի արմատով, եթե ադամարի տակ եք դնում 50-50%-ը։ Ինչևէ, քառակուսի արմատ 2-ը Իստեղ չեմ ուզում բացատրության աշխարհընկնել, մենք հեռանանք մեր գլխավորից։ Էլի մենք ունենք քյուբիտներ։ Այս վիճակը կոչվում է Bell state entanglement, արդեն անցել ենք։ Այո, մենք Bell state-ը ստացանք սինոթով, այսինքն սինոթ առանց սուպերդիկ խաթարելու կարող է ստեղծել փոխկապված entangle։ Շատ լուրջ լավ բան է։ Սինոթը առանց սուպերդիրքը խարտելու է։ Դուք պատկերացնում եք, դուք սուպերդիրքը դե որ չափում եք, դուք խախտում եք։ Չենք չափում։ Սինոթը եթե նախորոք դուք կատարել եք, ենթադրենք հադամար, սուպերդիրք, դուք իրավունք ունեք տենզորային բազմապատկելով եւ Bell state-ով
առանց խաթարելու այդ վիճակը entangle սրար, այսինքն դեռ սխեման շարունակվում է, դեռ ոչ մեկը իրան չի վնասել։ Մենք տենց էլ պիտի լինենք, մեր սխեման պիտի շարունակվի դեռ չխաթարել։ Այսինքն մենք չպետք է ասենք կողմնորոշվի, մեսուրմեն չպետք լինի, մ չպետք է լինի։ Չափեցիր, դա վտանգավոր է։ Մենք միջև չափելը ծրագրավորման իմաստը, միջև չափելը լիքը գործանելն է։ Ну, սա մեր կլասիկ ծրագրավորումից ահագին հեռու է։ Մաթեմատիկան հիմք է, ֆիզիկան ավելի հետաքրքիր է, բայց նոր ինֆորմատիկա է։ Մեզ անուն դրել են քվանտային ինֆորմատիկա։ Այդ նոր մասնագետներ են պետք, լավ կլինի հենց մանկապարտեզից սկսել, այսինքն դպրոցից։ Հիմքերում ճիշտ լինելու համար։ Սա է սխեմայով ձեզ ցույց տվեցի, օրինակ ցույց տամ։ Ուրեմն եթե ես վերևը ցույց տվեցի ուղղակի սովորական տենզորային աշխատանքը հավատացինք, տեսնում եք, մենք հավատքով նաև գնացինք առաջ։ Գիտնականների կյանքի վերջում հավատացյալ են դառնում, հավատքով են գնում, իսկ հիմա մենք ռեալ պրագմատիկ շարունակում ենք։ Ուրեմն սկզբից երկու քյուբիտ ենք ստեղծում։ Ահա H-ը control կդառնա, այսինքն ես ինչ եմ անում, ես control քյուբիտը, որը որ entangle եմ դնելու, սխալ ասեցի, բացարձակ superposition եմ դնելու, target-ը թողում ենք իր համար 0 մնա, սկզբից ինքը 0 է հաստատ։ Այս մեկը կամ 0 կամ 1, կամ 0 կամ 1, այսինքն 50% 0, 50% 1։ Սինոդ ենք անում։ Սինոդ անելուց հետո ինչ է կատարում, control-ը եթե 0 է, target-ը նույնը կմնա, target-ը միշտ է 0, մենք իրան չենք փոխել։ Պատահական, եթե սինոդը տալիս է 1, մեր 0-ն կարճ ասած շրջում է իրա, այդպես էլ հենց կլինի։ Փորձը կնայք, ուշադիր կնայք, պետք չի ես բացատրեմ դա, իմ բացատրությունը տնային աշխատանք չի, տնային աշխատանք կոդերը անպայման մենք control-ը 1, target-ը 1, ինչու, որտեվ control-ը պատահական է 1 կանգնել, target-ը 0 եղել հաստատ դառել է 1, նորից աշխատացնենք։ Control-ը 0, target-ը դե 0 է եղել, դրա համար 0 էլ մնաց, բայց նա ասեց հանկարծ չփոխեք։ Եկեք մի տարբերակ էլ աշխատացնենք, կարող է բախտներս բերի մի ուրիշ տարբերակ լինի, եթե չէ դուք փորձարկեք, վերջը։ Control-ը 1, target-ը էլի 1, то есть կախված է, մի target-ը քանի որ միշտ 0 է, էլ ուրիշ երկու տարբերակ էլ երեքն էլ ես ցույց տվեցի։ Հիշեցնեմ, որ reset-ը պարտադիր է ծրագրավորողին, ապագայում շարունակելու համար ծրագիրը մենակ այս կոդով չի վերջանում։ Message-ը կլասիկայից է վերցած, արդեն classic bit-ը, շնորհակալություն ուրախ վերցնում ենք, result-ը m-ով քվանտայինից դառնում է let, դառնում է classic, դառնում է իսկական դու C# վերցնենք, C++, կապ չունի, ինքը այդպեսին է դառնում, շարունակեմ։ Inverse ֆազի գետ, այսինքն ֆազային գետի ինվերսա կոչվում, ֆազային գետերը որոնք էին։ Հա, սրա անունը սենց է գրում, S տիպ ու վերևը աշճանային տառ է կոչվում։ Հակադարձ քվանտային գետեր են, որոնք գործում են քյուբիտին, բայց -p-ն է տալի S ֆազային գետին, եւ -p-ն բաժանած է տալի T ֆազային գետին։ Դրա մասին մենք անցել ենք, այս վերևը, հեսա ցույց տամ։ Ադնագյուբիտներում այս sense ասել ենք, բացի դրանցից, որ նշել ենք Z, Y եւ այլն, մի գյուբիտային S-ը ֆազային շեղում է անում P2-ով, մատրիցան նշել ենք արդեն կեղծ թվերով կամ կոմպլեքս թվերով, տեն P4-ի է բաժանում։ Եվ հետաքրքիրը ինչ է կատարում ստեղ։ Մենք պլյուսով ենք ֆազան շեղում, մեկը 4, մեկը 8, բայց պլյուսով է։ Հիմա եթե դուք ուզում եք պլյուսի կարևոր բան են, սա ֆիքսվածն է, մենք ասել ենք, որ rotate կա, այս rotate-ը, որը ցանկացած անկյունով է անում։ Մենք դա տեսել ենք EQ, թետա, դա մասին արդեն խոսացել ենք, մի քիչ մաթեմատիկա չվախենալ, այնքանով վրայով անցնում ենք, ավել ոչ մի բան, IT-շնիկների համար մենք քվանտային ինֆորմատիկան ենք ուսումնասիրում, շատ բաներ աբստրակցիա ենք անում, մենք մաթեմատիկայի շատ բաներ չպիտի տեսնենք, բայց որ իմանաք չի խանգարի, ուղղակի հոգեբանական է, ոչ ավել, բայց տիրապետեք ֆիզիկայի այդ էությանը, սա լուրջ է, այդ էությունը մտնում է ձեր ներքին գեցերի մեջ եւ դուք ծրագրավորում եք, հեշտ չի լինելու կյանքը, բայց իստումա պարտադիր պահանջված կլինի։ Ինչևից է, այս պլյուս n-ը հիմա ես տեղափոխում եմ ներքև
Եվ անունը դնել ենք, ուրա, ահա, ասում ենք, որ ինվերս կա, այդպիսի հրաման կա, եւ շատ տեղեր է պետք գալիս, ինքը ծրագրավորման ժամանակ, հակառակ ֆազային, ինքնապես ֆազային շեղումները մենք ինտերֆերենցիայից էլ կլսենք, եւ ընդհանրապես կորեկցիա աշիպկի եւ այլն, ֆազային շեղումները մեր հացու ջուրն է լինելու, քվանտային էֆեկտ կոմբինատորիկա ստանալու, այդ ֆազան չլինի, չէր լինի, սուպերպոզիցիան չլինի, չի լինի, entanglement չլինի, չի լինի, ինտերֆերենցիան ապացուցումը թե ինչու են դրանք լինում, ես 4 կատեգորիա ասեցի անընդհատ կրկնելով եւ այլն, վերջը, ուրեմն ամեն դեպքում հակադարձում է այդ մեր վերևինը, լավագույն, այսպես ասած, TOEFL-ի multi-gates սիստեմա, սխեման նայեք 3 քյուբիտ է, այստեղ ես որևէ տեղից վերցել եմ, IBM-ը շատ է սիրում գեյթերով ցույց տալ, C-sharp, Q-sharp-ը հրամաններ են, ես հարազատ եմ հրամանին, սա էլ է, assembler-ն է, այսինքն դուք ցանկացած քվանտային համակարգ կարող եք այս սխեմաները հավաքել, այս սխեմաները կաշխատի 0.1, 1.0 կոմբինատորիկան կստանաք, վերջը երկու ուղղությունն էլ ուժեղ է, IBM-ը սրա այս ձևն է սիրում, Ադամարա դնում 3 հատ քյուբիտ է, այստեղ նայեք, ուրեմն իմ 3 քյուբիտանոցը հրամանը, այս է հրամանը, իրականացվել է սինոթերով, սինոթ, տեն, ֆազային շեղում, ինվերս ֆազային շեղում, Ադամարայել է տալիս եւ այլն։ Այսինքն, այս սխեմա կարելի նայել բարձա այն, որ ես ամառեցի TOEFL-ի մուրցի 3 քյուբիտանոց համակարգ, ինքը մատրիցա ունի։ Բարձա, սա տենզորային արտադրյալով է ստացվում, ուզեք խորանաք, իմաստ չեմ տեսնում, հավատում ենք, որ այս մատրիցայի վրա մաթեմատիկ մարդիկ աշխատել են, հասցրել են մեզ, C նոթ է կոչվում, այսինքն երկակի քնտրո նոր նոթ, ինչ է նշանակում, այս մեր նպատակայինը, թարգետնա, Q0-ն, կնտրոլ է գալիս, Q1-ը, կնտրոլ է գալի, նոր 0-1-ը, տեսնենք ինչ ալնում, ինքը ինչ է ասում, սահմանումը, եթե կտրոլ 1-ում 1 է և կտրոլ 2-ում 2 է, նոր է շրջում իրա թարգեթը, արդյունքը ստացվում է թիրախայնքյուն շրջվելով, եթե երկու կառավարող քյուբիտները մեկ են, եթե 0 են, ապա իմաստ չունի, եւ տենզորային արտադրյալ կա, TOEFL-ի ֆորմուլան սա է, եթե ցանկանում եք, իմացեք, ցանկանում եք մի նայեք ընդհանրապես, որտեղ այստեղ կլասիկ արտադրյալն է, իսկ սա տենզորային արտադրյալ, այստեղ մենք ինչքան գիտեմ կլասիկ արտադրյալ էլ ունենք, ես էլ տենզորային արտադրյալն եմ, ինչևից է, մի խորացեք, գնացեք փոխանջատիչներից էլ հեռացեք, գնացեք հրամաններ, խտրեք, այս է, ես հրաման, Ադամար հրաման, Սինոթ հրաման, էլ հրաման չեմ տեսնում, դուք այդ տողային ինչ-որ using հրաման, ես ես միջնորդ եմ հանդիսանում IT մասնագետներին տանել քվանտային համակարգիչների լեզվով ծրագրավորման, շատ բան պետք է աբստրակցիա անեք, ես object-oriented տերմին եմ ասում, չտեսնելու տալ, աբստրակտ կլասներ լսած կլինեք երբևիցե։ Շատ լավ, ուրեմն TOEFL-ի սխեման տեսանք, ոչինչ չունեմ ստեղ ավելացնելու, ընդամենը բացատրեցի ինչա կատարվում, օրինակ վերցնենք որևէ CC նոթի, տեսնենք, CC նոթ հրամանը ինքը կունենա, մենք արագ Ctrl F-ին կանենք, 3 հատ քյուբիտ է, X-ը շրջում ենք, Q1, Q2-ը ինչու ենք շրջում, ես ուզում եմ Q1, Q2-ը մեկ կանգնենք, պայմանավորվել ենք, restart-ի ժամանակ բոլոր քյուբիտները ծրագրավորում պահանջումը զրոյացնել, այսինքն Z-ի հյուսային բևեռում է կանգնում մեր Z-ը, պայմանավորվում ենք, զրոյ է, քանի որ երկու կնտրոլները մեկ են, կնտրոլը կփոխի թիրախը, ուրեմն, եթե ես եսնում եմ երկու կնտրոլները այս է, թիրախը սխալ ասի, թիրախը սա, եթե երկուսը մեկ են, ուշադիր նայեք, CC նոթ է գալիս, ապա ես կարող եմ ստանալ այս երկուսը միասին, ինքը թարգետը հաստատ կփոխի, թարգետը երևի ինչ-որ մի բան կսարքի, այսինքն, եթե երկուսը մեկ են, իսկ թարգետը ինքը Q3-ը 0 է, կտա 1, այսինքն կստացվի, որ մենք կստանանք, խնդրեմ, 1, 1, 1, շատ լավ, այս սա փոխվեց, հիմա եթե ես հանկարծ չշրջեի առաջինը, թողեի 0 մնար,
Օրինակը շատ գեղեցիկ ձևով հիմա բացատրում եմ ձեզ մի վարքյան։ Ահա, ներկարա թարգմանում ժամանակատար քվանտային էմուլյացիայով աշխատում, չմոռանաք։ Քվանտային կոմպյուտեր ես չունեմ։ Տեսեք 0 քանի որ կոնտրոլներից որևէ մեկը նեղված 0-ա դրել, մենք նույնը թողեցինք, չփոխեցինք։ Այդպիսի անցում։ Եվ վերջինը, շատ կա մուլտիգեյցեր, բայց մոտավորապես մուլտիգեյցերից swap-ը պետք է գալի ընդհանրապես sorting-ի բանի ժամանակ պետք է գալի կլասիկայից հասկանում ենք ինչա swap gates-ը եւ այդ հրամանը ունի եւ բանից պարզում է մենք այդ հրամանը կարող ենք նաեւ մեր իմացած գործիքներով ստանալ ինքան լավ է ստացվում օգտագործում է փոխանակելու համար, այսինքն երկու քյուբիտների արժեքները փոխանակելու համար։ Դուք լսած կլինեք, մեզ շատ դեպքերում մենք այդպիսի բան ունենք, եթե ես ունեմ ան հավասար է 5, b-ն հավասար է 6, ես ունեմ տեղափոխել, եթե մեր կլասիկայում սա սրան գցենք ջնջվում, ասել 5-ը չեմ կարող գցել։ Դրա համար ես միջնորդ 5-ը տանում եմ միջնորդ C-ի տակ, 5-ը տարա այդտեղ 6 ուղարկեց տեղ 5-ը եկավ այստեղ այսինքն երրորդության տեխնոլոգիայով է երկու փոփոխականները դա մատրիցաներում է լինում դա վեկտորներում երկու հարևան սորտինգների ժամանակ երկու հարևան էլեմենտները փոխելու համար կա մատրիցայի վրա աշխատել կամ վեկտորի բայց տեղում մեր այս մասը չմոռանանք մենք ունենք այսպիսի հետաքրքիր մաս ինչևից է հիմա swap-ը ասում է տեսեք A քյուբիտ սա սուպերպոզիցիոն քյուբիտային վիճակը բերում է հակառակ վիճակ թե ոնց է անում ինչպես անում մենք չենք խառնվի մենք IT մասնագետներ ենք քվանտային ինֆորմատիկ այսինքն QI ենք information technology մասնագետը քվանտային ինֆորմատիկայի մասնագետն է QI է ստացվում վերջը մենք QI մասնագիտություն ենք տանում իր պրոգրամինգով հասկանալով եւ այլ վերադասավորման ժամանակ ինքը շատ է պետք գալու ուրեմն բանից սպասում է վերադասավորումը մենք ունենք տարբեր ալգորիթմներ վերադասավորումն էլ է լուրջ տեղ գրավում ուրեմն գետը հաճախ օգտագործում են քյուբիտները անհրաժեշտ դիրքերում դասավորելու համար հենց դասավորելու համար ինչ տալն ունի սահմանափակ կապուղներ աշխատելիս կարևոր է տերմինա գեղեցկացրել եմ, բայց մի լսեք։ Վերջը, կունենա այդ տեխնոլոգիաները, ուղղակի լեքսիան գեղեցիկ լինելու համար, երբեմն այս տերմիններ եմ կրակում, վատը չի, իմաստ չունի իմ դասի համար։ Տեսեք, ես արագ հերքում եմ, գրածը շատ դեպքերում հերքվի, մի լսվի, абստրակցիա ենք անում, որտեղ մենք նպատակ ունենք, մենք այս swap-ը պետք է հասկանանք ինչա։ Swap-ը երկու ձևով է իրականացվում։ Մեկը սինոդներով չդիմելով swap հրամանին, swap AB-ն հավասար է, տեսեք, սինոդ մի հատ, մենք ստացել ենք բազային սինոդ և սինոդ հրամանի միջոցով control node է կոչվում, բազային էլեմենտ է դարձել, ինքը կատարի, պարզա պրակտիկայից լավ բան չկա։ Ընտրեմ։ Հասից հետո, հիմա նայենք։ Սինոդով փորձենք կատարել, ունեմ երկու քյուբիտ, նախնական քյուբիտները չմոռանանք 0 են, և տեղերը ուզում ենք փոխել, Q1-ին շրջում ենք, այսինքն Q1-ը 1 է դառնում, սխալ ասեցի, տեղերով փոխել, ասենք 0-ի 1 դրել, 1-ը 0 դրել, որտեղ 1-ը 1 է, 1-ը 0, հիմա մենք տեղերը պետք է փոխենք, թե չէ, սինոդ Q1, Q2, Q2, Q1, Q1, Q2, Իտիմ ասած են սխեման, որ ես բազայինից այստեղից մեր կլասիկայից վերցրել էի, ան, բեն, կատարելու համար, այ արժեք ինչ-որ մի տեղ ենք տանում, երևի ինքը հենց դա էլ ունի, և պարզա, եթե ասենք ցանկանում եք տեղավորել, սա որևէ տեղ ենք տանում, սա բերում ենք ստեղ, սա բերում ենք այստեղ, մեր կլասիկայի մտածելակերպը ստեղ արտահայտված է, շատ լավ, ստեցվեց այս ձևով, մենք փորձենք նայել, մեզուրմենտ ենք անում և ռեզուլտատներն ենք նայում, հենց հիմա։ Մի վարքյան,
քանի որ էմուլյացիայի, տեսեք, մեկը ուրեմն Q1-ը, Q2-ը 0 1 է գալիս։ Q1-ը մեզ մոտ 1 էր գնաց, կարճ ասած 1 էր դառը Q1-ը, տեղերը փոխեցինք, այդ մեկը գնաց 1։ Այն 1-ը 0 էր, Q2-ը եկավ այստեղ։ Ոնց էլ անեք, ինքը սխալ չի աշխատելու, ինքը նորմալ աշխատելու է։ 0 1 1 0 նայած ոնց այստեղ ֆիքսված է, որովհետև ես ստիպել եմ, ստիպել, որպեսզի Q1-ը լինի 1, Q2-ը մնա 0 եւ ինքը տեղերը փոխեց։ Այս նույն գործողությունը ես կարող եմ կատարել swap-ով, ջնջենք, խնդրեմ, եւ արտնացնենք swap-ը։ Եվ հրամանը համարենք ավարտված կամ ներկայացված։ Դուք կտեսնեք, որ էլ ինքը հաշտատ 1-ը կտանի 0, 0-ն կբերի 1, quantum 1-ը 0, 1-ը 1 է։ Այսինքն մեր իմացած, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ սա շրջել եմ նախնականից եւ ստացվել է։ Այստեղ մի հատ ապագայի հետ կապված փոքր բան էլ ասեմ, դասը վերջացրած համարենք։ Մուլտիկյուբիտներից ես մոտավորապես ամենակարևորներից մի քանիսը տվեցի։ Dump machine-ը մեզ շատ է պետք գալու։ Dump machine-ը ցույց է տալիս քյուբիտի վիճակը մինչև եւ հետո։ Չեմ ուզում ուսումնասիրենք, բայց շատ դեպքերում ինքը մեզ պետք է գալու ապագայում կտեսնեք, կարեքս սխալների ուղման ժամանակ է պետք գալիս, ինտերֆերենցիայի ժամանակ, այսպիսի մի հատ սխեմա կտա, որը որ նաև ցույց է տալի նախնական 0 1-ը, այս նախնական վիճակը, իր բոլոր հավանականությունները 1, մնացածը 0։ Այս մոտավորապես այս հավանականությունների տակ աշխատում։ Նույնիսկ ես առանձնացրել եմ ապագայի համար, առանձին ծրագիր, սա թեմայից դուրս է արդեն, dump-ը հենց հիմա կարելի է չբացատրել։ Բայց իմացեք, dump machine-ը կա, սովորական մի քյուբիտ է, ադամարի տակ է գտնվում եւ ինքը մեզ կտա արդեն, քանի որ ադամարը 50%-անոց է հավանականությունը, բարձր ինքը մեզ կտա ինչ որ իր սխեմա, չվախենակ իրանից, տալիս է իր state-ով, կբել state-ով իր ֆորմուլայով եւ տալիս է ենթադրենք հավանականությամբ 0-ի հավանականությունը եւ 1-ը։ Սա առաջնային չէր, առաջնայինը նա էր, որ մենք ներկայացրեցինք քյուբիտների բազմաքյուբիտ վիճակներ, նրանցից նորից եմ կրկնում, բացի swap-ը, C-նոթը եւ CC-նոթը շատ լուրջ բաներից են, ուրեմն գեյթերից են, իրանք իրենց մատրիցաներով նորից ասեմ, խնդրեմ, իր մատրիցան ունի եւ իր assembler gate սխեման, որը որ նույնպես կարող եք ծրագրավորել։ Մենք ծրագրավորում ենք հրամաններով։